Ինչպես երեք հայտարարել է եւս մեկ լավ լուր ենք ունենալու, որի մասին քիչ առաջ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավենյանը, պատրաստում ենք բարձրացնել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը շուրջ 15-ից 20%-ով, եւ մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, քանի որ սա նույնպես կապելու են ընտրությունների հետ, ուզում եմ հիշեցնել, որ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը առաջին անգամ բարձրացվել են 2019 թվականին ընտրություններից հետո, մի քանի ամիս հետո, ոչ թե առաջ, 30%-ով, հաջորդ անգամ բարձրացվել են 2024 թվականի փետրվարին, նորից ավականու ընտրություններից մի քանի ամիս հետո եւ ոչ թե առաջ, եւ հիմա էլ բարձրացվում են շուրջ 15-ից 20%-ով, այսինքն ընդհանուր առմամբ շուրջ 80%-ով, եւ սա նշանակում է, որ առնվազն ընտրություններից հետո, ավականու վերջին ընտրություններից հետո շուրջ 50%-ով ենք արդեն։ Եվ մանկապարտեզների այդ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումից հետո նրանք նույնպես արդեն կդառնան պետական ապահովագրության, առողջապահական ապահովագրության շահառուներ, որովհետև մինչ այս նրանց աշխատավարձը չի համապատասխանում այն շեմին, որի դեպքում նրանք կարող էին համարվել շահառու։ Եվ հաճախ, երբ որ դուք հարցադրումներ եք անում, թե ուր գնաց մեր վճարած գույքահարկը, աղբանության վճարը, տրանսպորտի վճարը, կարմիր գծերի վճարը եւ այլ տեսակի վճարումների հետ կապված, ահա նաեւ այսպիսի որոշումների արդյունք են դառնում, եւ մենք շնորհակալ ենք ձեր կատարած վճարումների համար համայնքային բյուջե, որովհետև դրանք ինչ որ կերպ վերադարձվում են ձեզ, մի դեպքում աշխատավարձի տեսքով, մի դեպքում այլ բարեկարգումների կամ այլ նոր ենթակառուցվածքների զարգացման կամ կառուցման տեսքով։